Այս ամիս մենք նշեցինք մեր սպարապետ Գարեգին Նեժդեի ծննդյան 140-ամյակը, ինչպես նաև նրա կողմից հիմնադրած ցեղակրոն ուխտերի 93-ամյակը ընդամենը մի քանի օր առաջ։ Մենք հաճախ ներկայանում ենք որպես այն երիտասարդ ազգային քաղաքական շարժումը, որը ոչ միայն քարոզում է Նեժդեի գաղափարները, այլև 21-րդ դարում նորից կյանքի է կոչում դրանք։ Իհարկե եղել են բազմաթիվ կազմակերպություններ և կուսակցություններ, որոնք ներկայացել են Նեժդեի անունով, որպեսզի հեղինակություն ձեռք բերեն և ցույց տան, որ իբր հայրենասեր են կամ ազգայնական։ Բայց նրանց ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ընդհանրապես ոչ մի կապ չեն ունեցել ազգայնականության և հատկապես Նեժդեի գաղափարախոսության հետ։ Ցավոք սրտի, տարիների ընթացքում այդ տարբեր կազմակերպությունները արժեզրկել են և շարունակում են արժեզրկել Նեժդեի գաղափարները, քանի որ նրանք այնքան կապ ունեն ցեղակրոնության հետ, որքան մենք կապ ունենք բալետի հետ։ Դրա համար կարծում եմ ճիշտ կլինի այսօր մի քիչ խոսեմ Նեժդեի ու նրա պայքարի մասին, որպեսզի ոչ մի թույլ իմացություն չլինի և բոլորը հասկանան, թե մենք ինչպես ենք այդ ամենը ընկալում ու ինչու մեզ համար այդ ամենը շատ կարևոր նշանակություն ունի։ Սա նաև մեզ կօգնի հասկանալ մեր օրերում առաջնորդ ունենալու ոչ միայն կարևորությունը, այլև դրա անհրաժեշտությունը։ Վերջին հատկապես 20 տարում շատերս ենք խոսել Նեժդեի մասին և նրա խոսքերը ցիտել, նրա պատվին ելույթ են ունեցել ու կենացներ ասել, ինչպես նաև անթիվ գովասանքի խոսքեր հնչեցրել նրա հասցեին։ Բայց կարծում եմ շատ չնչին տոկոսն է հասկացել Նեժդեի իսկական էությունը և գիտակցել նրա յուրահատկությունը մեր ժամանակակից պատմության համար։ Շատերը մակերեսային պատկերացում ունեն, թե ով էր իրականում Նեժդեհը, և նրա կերպարը անընդհատ մեծարելով կարծում են, որ նա կիստ աստված էր կամ գերմարդ, բայց զարմանալին հենց այն է, որ նա ընդամենը մարդ էր, ով չէր կարող հրաշքներ գործել, անկախ նրանից, որ ուներ աստվածային ու գերբնական կամք։ Նա կախարդական փայտիկով սպիտակ ձիու վրա նստած հերոս չէր, ինչպես շատերը պատկերացնում են։ Որքանս սիրենք, հարգենք ու մեծարենք մեր մարգարե սպարապետին, պետք է հասկանանք, որ նա օդից չհայտնվեց, որ փրկի սյունիքը և դրանով նաև մեր հայրենիքը մասնատումից։ Նա այդ ամենը արեց ու հասավ հաջողության միմիայն քրտնաջան աշխատանքի, զոհաբերությունների և կազմակերպված հետևողական պայքարի շնորհիվ։ Նա տարիների ընթացքում գյուղից գյուղ էր գնում և հասարակ գյուղացիներից ու բանվորներից զինվոր դարձնում և համախմբում։ Նեժդեը մեզ ցույց է տվել, թե ինչ է կարող անել արիացի մարդը, երբ նա անկոտրում կամք և անսասան հավատ է ունենում մեր հաղթանակի նկատմամբ։ Սա է հիմնական պատճառը, որ մեզ համար Նեժդեը ոչ միայն հերոս է ու օրինակելի ռազմական և քաղաքական գործիչ, այլև վեհության չափանիշ, որովհետև այս ժամանակակից դարում ուրիշ ոչ մի հայ նրանից ավելի շատ չի ծառայել տիեզերական կյանքի ուժին, առաջաստեղծ գործընթացին, որքան նա։ Նեժդեը ի տարբերություն իր ժամանակվա մեր մյուս հերոսների ոչ միայն ստեղծեց նոր գաղափարախոսություն, այլև իր անձնական օրինակով դարձավ այդ գաղափարախոսության մարմնավորումը։ Դրա համար նա ոչ միայն ռազմական կերպար է, այլև բոլորից ավելի շատ գաղափարական, քաղաքական և նաև հոգևոր կերպար։ Նա մեզ համար հայ ազգայնականության հիմքը դրեց մեր պատմության ժամանակակից դարաշրջանում և ինչպես ասացի սկզբում, մեր նպատակն է նրա գործը առաջ տանել այս նոր հազարամյակում, կերտելով ցեղային արժեքների վրա հիմնված ազգային պետություն։ Սա է մեր շարժման պատկերացումը Գարեգին Նեժդեի և նրա գործունեության գաղափարների և պայքարի մասին։ Բայց մեր երկրում, ինչպես արդեն ասացի, կան մարդիկ, ովքեր այլ պատկերացում ունեն, որովհետև Նեժդեի անունը տալուն զուգահեռ քարոզում են Նեժդեի գաղափարներին լրիվ հակասող գաղափարներ։ Արդեն մոտ 10 տարի ապրելով Հայաստանում, ես ամեն տեսակ խելագարություն լսել եմ։ Տեսել եմ մարդկանց, ովքեր իրենց միաժամանակ ցեղակրոն են համարել, բայց օրինակ Ջուղաշվիլի Ստալինին են պաշտպանել։ Նեժդեի խոսքերն են ցիտել, բայց սովետամետ կամ ռուսամետ են եղել։ Ազգայնականությունից են խոսել, բայց կոմունիզմի նկատմամբ դրական վերաբերմունք են ունեցել և նման այլ ցնդաբանություններ։ Տարեցտարի ես ավելի շատ եմ նկատում նման հակասություններ, որի արդյունքում ես համոզվեցի, որ Հայաստանում իրեն ազգայնական կամ նեժդեական համարողների շատ չնչին տոկոսն է իրականում այդպիսին։ Մեծամասնությունը իրականում նեոբոլշևիկներ են, ազգային մորթի հակած և Նեժդեի գիրքը բռնած։ Սրա լավագույն ապացույցը մենք տեսանք 2 տարի առաջ, երբ հավաքվեցինք Նեժդեի արձանի մոտ նշելու համար նրա ծննդյան 138-ամյակը։ Արցախը նոր էր ամբողջությամբ հայաթափվել, և մեր փոքրաթիվ հավաքի և քայլերթի նպատակն էր ոչ միայն նշել մեր սպարապետի տարեդարձը,
այլև ուղերձ եղել մեր արտաքին թշնամիներին ու հայադավներին, որ Հայաստանում կա մի ազգայնական քաղաքական շարժում, որը չի ընդունում նրանց հակահայկական օրակարգը, դեմ է նրանց բռնություններին եւ չի հանդուրժում նրանց դավաճանությունները։ Դա մի քալերթ էր, որը ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը։ Այդ ուղերձը կայծակի պես հասավ Բաքու, Անկարա, Մոսկվա եւ Թել Ավիվ, որովհետեւ այս վերջին 30 տարիների ընթացքում ուրիշ ոչ մի քալերթ նրանց մեջ այնքան սարսափ չէր ներշնչել, որքան մեր քալերթը։ Այդ ուղերձը ցույց տվեց բոլորին, որ հայ ազգը դեռ կենսունակ է ու ծնկի չի գալու։ Ցույց տվեց, որ Հայաստանում կա մի ուժ, որը խափանելու է նրանց բոլոր սատանայական ծրագրերը ուղղված մեր հայրենիքի դեմ։ Սակայն մեր քաղաքական դաշտում եւ մեդիայում մեծ վայնասուն բարձրացվեց մեր հավաքի եւ քալերթի դեմ, նույնիսկ իրենց ազգային համարողների կողմից, ինչը թե Նժդեհ Արձանի մոտ արիական ողջույն արեցինք ու բացականչեցինք միշտ հայ։ Դրա համար մի մեծ վայնասուն բարձրացրին, բայց մի ծպտուն չհանեցին, երբ մեր հավաքից ընդամենը 2 ամիս հետո Սարդարապատում Պուտինի մեծ ոմնանկարով ակցիա տեղի ունեցավ։ Նրանց համար Նժդեհ Արձանի մոտ արիական ողջույն անելը ու միշտ հայ բացականչելը անընդունելի է, բայց Ռուսաստանի նախագահային գծնող ակցիան ոչ միայն ընդունելի է, այլև ողջունելի։ Սրանից ավելի լավ օրինակ ու ապացույց չեմ կարող մտաբերել, թե որքան ապազգային, հակահայկական ու կոռումպացված է մեր ամբողջ քաղաքական ու մեդիա դաշտը։ Այդ դեպքերից հետո ես շատ պարզ հասկացա ու համոզվեցի, որ Հայաստանում իրոք մենք ենք միակ ազգայնական քաղաքական շարժումը։ Իսկ մեր այն հայրենասեր հայրենակիցները, ովքեր նեոբոլշևիկներ չեն, Նժդեհ գաղափարները կիրառում են միայն մշակութային ոլորտում, մինչդեռ մենք կիրառում ենք հենց քաղաքական պայքարում, որը չափազանց ավելի կարևոր եւ անհրաժեշտ գործ է։ Մեր շարժման բոլոր վերլուծությունները մեր ազգին վերաբերող ամեն ներքին եւ արտաքին հարցի շուրջ արվում են ցեղակրոնի ոսպնյակների միջոցով։ Ցանկացած դիրքորոշում ունենալուց առաջ միշտ ինքներս մեզ հարցնում ենք, թե Նժդեհը ինչ կմտածեր այս հարցի մասին, կամ ինչ դիրքորոշում կբռներ այս հարցի դեպքում, որովհետև միայն նման հարցեր տալով մենք կկարողանանք մեր պայքարը առաջ տանել դեպի հաղթանակ։ Այսպես ենք մենք շարունակում Նժդեհի հիշատակը վառ պահել 21-րդ դարում, մինչդեռ կեղծ ազգայնական նեոբոլշևիկները շարունակում են նրա անունը պղծել ու վարկաբեկել։ Նժդեհի գաղափարները քարոզելը այս նոր դարում չափազանց կարևոր է մեր ազգին ճիշտ ճանապարհը ցույց տալու համար։ Բայց պետք է գիտակցենք, որ մարդիկ հետևում են ոչ թե գաղափարներին, այլ այդ գաղափարները մարմնավորող առաջնորդներին։ Այդ է պատճառը, որ մենք ամենուրեք տեսնում ենք Նժդեհի արձաներ ու նկարներ, բայց ոչ երբեք ցեղակրոն գաղափարախոսությանը նվիրված արձաներ ու նկարներ։ Նժդեհը այդ գաղափարների մարմնավորումն էր, եւ եթե չլիներ նրա գաղափարները մարմնավորող կերպարը, 105 տարի առաջ Լեռնա Հայաստանում հաջողություններ չենք ունենա։ Նա ցույց տվեց, որ օրասական ժամանակներում ոչ միայն կարևոր է ճիշտ գաղափարներ քարոզելը, այլև ճիշտ գաղափարներ մարմնավորող առաջնորդ ունենալը։ Նա ապացուցեց, որ գաղափարները առանց այդ գաղափարները առաջ տանող առաջնորդի ոչ մի արժեք չեն ունենում։ Ով կարծում է, որ առանց ազնիվ երկաթե կամքով ու հաստատակամ առաջնորդի մենք կարող ենք դուրս գալ այս ստոր ու ծանր վիճակից, չի հասկանում մարդկանց հոգեբանությունը եւ ոչինչ չի սովորել մարդկության պատմությունից։ Ահա այս խաղաղ եւ հարմարավետ ժամանակներում տիրում է կեղծիկը եւ հանրության կողմից ավելի ընդունելի են կլոր սեղանները եւ բանավեճերը, բայց երբ գա ճգնաժամը, մարդիկ մոռանալու են այդ ամենը եւ փնտրելու են մեկ վճռական ու անզիջող առաջնորդի, քանի որ արտանալու են իրենց բնական բնազները։ Ինչպես Նժդեհն է ասել, իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակվում, նա Երևան է գալիս, երբ նրա կարիքն է զգացվում, նա հայտնվում է վտանգի ժամանակ։ Նման վտանգավոր ու ծայրահեղ իրավիճակներում ճշմարտությունը կարողանում է ստի պատրանքը ճեղքել ու առաջ շարժվել։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում բոլորը ձգտում են առաջնորդ լինել ու կարծում են, որ կարող են առաջնորդ լինել, չգիտակցելով, որ առաջնորդ լինելու հետ գալիս է չափազանց մեծ պատասխանատվություն ու զոհաբերություն։ Այդ է պատճառը, որ այս հարաբերական կայուն ու հարմարավետ ժամանակներում մեծ համախմբում չի լինում եք առաջնորդի շուրջ, հատկապես եթե այդ առաջնորդը դեռ երիտասարդ է։ Շատ տղաներ իրենց էգոյի պատճառով չեն հասկանում, որ հետևորդ լինելու մեջ ոչ միայն ոչ մի վատ կամ նսեմացուցիչ բան չկա, այլև լավ առաջնորդ լինելու համար նախ եւ առաջ պետք է լինել լավ հետևորդ։ Երբ դեռ չէի մտել քաղաքականություն, որպես անհայտ հայրենադարձ Տավուշի դիրքերում պայմանագրային զինվորական ծառայություն է իրականացնում։ Դրանից մի 2 տարի հետո էլ
կամավորագրվեցի 2020 թվականի պատերազմին եւ սկզբից մինչեւ վերջ ծառայեցի Մարտակերտի առաջնագծում։ Իմ ողջ ծառայության ընթացքում, թե խաղաղության, թե պատերազմի ժամանակ, ես իմ հրամանատարների բոլոր հրամանները առանց վարանելու կատարում էի, անկախ նրանից, որ դասակի կամ վաշտի հրամանատարը ինձնից տարիքով փոքր է եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ծնվել, մեծացել, բարձրագույն կրթություն ստացել, ինչպես նաև 3 տարի համալսարանում դասավանդել, բայց այդ ամենը երբեք պատճառ չի հանդիսացել, որ ինձ իմ հրամանատարներից ավելի բարձր դասեմ։ Հերթապահություն չի եղել, որը չեմ կատարել, անկախ նրանից, թե որքան հիվանդ եմ եղել կամ որքան վատ եմ զգացել։ Բարդույթներ չունեի, որովհետև բանակումից չէի դիտարկում որպես առանձին մարդ, այլ որպես զորքի մի մասնիկ, եւ եթե այդ զորքը պետք է ճիշտ աշխատի, ապա այդ զորքի բոլոր զինվորները պետք է պատով կատարեն իրենց բոլոր պարտականությունները անկախ ամեն ինչից։ Բոլորը ուզում են առաջնորդ լինել, բայց բոլորը չեն ուզում կամ պատրաստ չեն անցնելու առաջնորդի ծանր ու դժվար ուղու միջով։ Բոլորը ուզում են գահի նստել, բայց ոչ մեկը չի ուզում զոհաբերություններով ու քրտնաջան հետևողական աշխատանքով արժանանալ այդ գահին։ Սակայն միայն այդ ճանապարհով է հնարավոր գահը ծառայեցնել ազգին, հայրենիքին ու պետականությանը։ Հետևաբար, առաջնորդ լինելը ինքնակոչ չի լինում։ Առաջնորդ լինելու համար մարդը պետք է նախ եւ առաջ իր սեփական կյանքի օրինակով ու անհաղթող պայքարով ապացուցի, որ իր խոսքերն ու գաղափարները ոչ թե օդ են, այլ հիմնված են հստակ քայլերի ու գործողությունների վրա։ Կործաման շեմին կանգնած ազգը չի կարող գոյատևել անորոշության կամ կիսատ պռատ քայլերով։ Այսպիսի ժամանակներում միայն ազգային առաջնորդը կարող է միավորել ազգին, վերականգնել արժանապատվությունը եւ ընդունել այն ծանր որոշումները, որոնք անհրաժեշտ են ազգին ոտքի կանգնեցնելու եւ հայրենիքը փրկելու համար։ Հայրենասիրությամբ եւ ազգայնականությամբ հիմնված առաջնորդությունը տխրությունը վերածում է հույսի, անտարբերությունը գործողության, քաոսը կարգի եւ թուլությունը ուժի։ Առանց նման առաջնորդի ազգը կշարունակի կործանվել, իսկ նման առաջնորդով ազգը կարող է վեր կենալ մոխրից։ Ճակատագրի բերումով մենք նորից կանգնած ենք նույն խնդրի առջև, որի դիմաց մեր սպարապետն էր կանգնած մոտ 100 տարի առաջ։ Սյունիքը, ինչպես նաև Հայաստանի անկախ պետականությունը խորտակման եզրին են։ Դրա համար առավել քան երբևէ պարտավոր ենք մեր օրերին նոր շունչ տալ Նժդեի գաղափարներին։ Այն, որ Նժդեի նման մարդ ծնվել էր մեր հայրենիքի օրասական ժամանակներում, ապացույց էր, որ Հայաստանը դեռ կենսունակ էր։ Մնում է, որ Հայաստանը դարձյալ ցուցաբերի իր կենսունակությունը մեր պատմության այս ամենաօրհասական ժամանակում։ Միայն Նժդեի վճռական կամքով ու բոցավառ ոգով օրթված քաղաքական պայքարը կարող է մեր երկիրը մաքրել այս նեոբոլշևիկյան աղետից ու հակահայկական երևույթից, որոնք մեր հայրենիքը տանում են դեպի վերջնական մասնատում ու մեր ազգին դեպի նոր ցեղասպանություն։ Պետք է կասեցնենք այս ամբողջ ազգակործան գործընթացը։ Հետևաբար, մենք այլ ընտրանք չունենք։ Նժդեի ուսերի վրա նստելով պետք է շարունակենք նրա գործը, հանուն մեր ազգային արժեքների, հանուն մեր պատվի եւ հանուն մեր ազգի ու սուրբ հողի։